Շատերը կարծում են, որ խոլեստերինը պարզապես ճարպ է, որը խցանում է անոթները, իրականում ինչ է այն իրենից ներկայացնում եւ ինչու է անհրաժեշտ մեր օրգանիզմին։ Ինչպես նշեցի, խոլեստերինը կարևոր կենսական նյութ է մեր օրգանիզմի համար, այն մտնում է բջջաթաղանթների կազմության մեջ։ Խոլեստերինից են սինթեզվում մի շարք սեռական հորմոններ՝ տեստոստերոնը, կանացի սեռական հորմոնները, էստրոգենները, վիտամին D-ն։ Խոլեստերինը մտնում է նաև լեղաթթուների կազմության մեջ, հետևաբար վախենալ այս միացությունից սխալ է։ Ընդհակառակը պետք չէ բացառել խոլեստերինի առկայությունը մեր կյանքում, հատկապես այն պարագայում, երբ խոլեստերինը մեծամասամբ սինթեզվում է մեր օրգանիզմում, լյարդում, եւ միայն խոլեստերինի շատ փոքր չափաբաժինն ենք մենք ընդունում սննդամթերքի հետ միասին։ Խոլեստերինի դեպքում վախենալ պետք է, երբ ունենք խոլեստերինի տարբեր տեսակների փոփոխություններ, այսպես ասած HDL-ի, դա լավ խոլեստերինն է, ավելի խոսակցական ասած, եւ դրա նվազեցում եւ վատ խոլեստերինի մակարդակի բարձրացում։ Այս պարագայում նոր գնահատվում է որպես սիրտ-անոթային պատահարների ռիսկի գործոն եւ արդյունքում պետք է պարտադիր կերպով միջամտություն իրականացնել այս ամենի իջեցման համար։